հաղթանակը հայտարարվեց պանիխիդայի դեմքով։ Հետընտրական բլեֆ է անվանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների գիշերվա շնորհավորանքները։ Փաշինյանը ինքն իրեն առաջինը շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձայների 10%-ն էլ չէր հաշվել։ Կարծում եմ հերթական բլեֆներ փորձում անել, մտածելով, որ կարողանան ազդել հետագա հաշվարկի վրա։ Եվ այն տարօրինակ կեցվածքը, որը ցուցադրեց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը գիշերվա ընթացքում ուղիղ հեռարձակումները դադարեցնելով եւ նույնիսկ իրենց կայքը սկսեց խաթարվել ինչ որ բարբերաբար փորձում էին գիշերվա ընթացքում ամեն ինչ անել, որ ասենց իրենց ուզած համոզիչ հաղթանակը նկարել։ Կարծում եմ սա էր, բայց իհարկե պատկերը լրիվ ուրիշ է, նույնիսկ իմ համոզմունքն է, որ առնվազն մի 10% իրենք տարբեր հանրակներով ավելացրել են։ Անգամ հաշվի չառնելով ռեպրեսիաներն ու ընտրակեղծիքները, որոնց աննախադեպ ծավալի մասին է հայտնում ընդդիմությունը, Փաշինյանը չի կարողացել ձևավորել սահմանադրական մեծամասնություն, որը նրան հնարավորություն կտար սահմանադրական օրենքներ ընդունել ու փոփոխել։ Ընտրական գործընթացը դա միայն ընտրությունների օրը չի, դա ամբողջ գործընթացն է մինչ ընտրությունները նաև եւ քարոզարշավը եւ միջքարոզարշավը եւ խախտումները աննախադեպ խախտումներ էին այդ ընթացքում։ Խախտումների 3 հիմնական բլոկ է առանձնացնում Ռոբերտ Քոչարյանը։ Աննախադեպ է եղել արտաքին ուժերի միջամտությունը, Ռուբիոյի այցը, Թրամփի հայտարարությունը, Եվրահանձնաժողովի նախագահի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վարկն է հիշեցնում երկրորդ նախագահը։ Միայն այս բլոկը արդեն բավարար է համարել, որ միջամտությունը եղել է այն աստիճանի, որը կարող էր ունենալ ազդեցություն վերջնական արդյունքների վրա։ Բյուջետային կաշառք է տվել Փաշինյանը ընտրողներին, սա է Քոչարյանի խոսքով ընտրախախտումների երկրորդ մեծ բլոկը։ Նրա հաշվարկով 1 միլիարդի չափ փող է նետվել դաշտ, որը կարելի է համարել բյուջեի չարաշահում ընտրական գործընթացներում։ Հատկապես կենսաթոշակների այդ բարձրացումը, որը նախատեսված չէր բյուջեով։ Վերջապես, եթե այդպիսի բան պլանավորում եք, դու կարող եք դա նախատեսել բյուջեով, նախատեսված չէ։ Հակառակ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ թոշակառուին 10,000 դրամով ավելացնեն, չէի իմանալու, թե ինչ անելու։ Չտեսնված ծավալ են ունեցել նաև ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնաճնշումները, կալանավորումներն ու ձերբակալությունները։ Հայաստանում բոլոր տեղի ունեցած ընտրությունների ընթացքում միասին այդքան կալանավորումներ, ձերբակալություններ եւ քրեական գործեր չեն հարուցվել, ոնց որ միայն այս ընտրությունների ժամանակ։ Եվ նպատակը ակնհայտ էր քայքայել ընդդիմադիր շտաբերի աշխատանք, կազմալուծել այդ շտաբերը եւ ըստ էության խաթարել իրենց աշխատանքը։ Միայն այս բլոկը արդեն եւս բավարար է ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու համար։ Այս ընտրությունները չեն համարվելու լեգիտիմ, արձանագրում է Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է ապօրինությունները։ Մինչև հիմա արվում է ամեն բան, որ Բարգավաճ Հայաստանը չմտնի խորհրդարան։ Երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելով ԿԸՀ-ն ըստ էության զրկում է ԲՀԿ-ին 213 ձայնից։ Ընտրական հանձնաժողովը կայացել է որոշում, որը իրավունք ոչինչ չունի։ Ինքը չի կարող անվավեր ճանաչել որևէ տեղ։ Ինքը կարող է, այսպես ասենք, այդ տեղամասում նոր ընտրություն կազմակերպել, բայց զուտ անվավեր ճանաչելու իրավունք չունի։ Քոչարյանի առաջնորդած քաղաքական ուժը արդեն հայտարարել է, մտադիր են վիճարկել ընտրությունների արդյունքները նաև սահմանադրական դատարանում։ Ակնկալիք չկա, բայց այս process-ով մենք պետք է անցնենք, որովհետև սահմանադրական դատարանի նիստերը բաց են։ Վերցնելու է Հայաստան դաշինքը իր մանդատները։ Ռոբերտ Քոչարյանը ամենակննարկված այդ հարցին վերջնական պատասխան տալ չի շտապում։ Ներընդդիմադիր քննարկումները շարունակվում են։ Նա անձնական կարծիքն է հայտնում։ Վերջնական որոշում չունենք մանդատների հետ կապված, ուղղակի սա այն որոշումն է, որը պիտի կայացվի խորհրդակցելով նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Վերջնական որոշում չկա, բայց հետևյալը պետք է ասեմ, պայքարը եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են։ Հիմա մանդատները դա լուրջ գործիք է պայքարը շարունակելու համար։
Իմ ազնականի մոտեցումը սա է, բայց կրկնեմ, վերջնական որոշումը չկա։ Բայց որ պայքարը շարունակելու են, ուղղակի այստեղ կասկած չի կարող լինել։ Իշխանության լեգիտիմությունը երբ կասկածի տակ է, սա այլ մթնոլորտ է ձևավորում նաև ներսում։ Բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվել։ Բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել են ԿՊ-ի համար, իրենք սա տեսնում են։ Սա նշանակում է, որ իրենց վարած քաղաքականության եւ իրենց անցկացրած ընտրության, այսպես ասենք, փլատակների տակ մնալու է հենց ԿՊ-ն։ Եվ չեմ կարծում, որ դա տևելու է շատ երկար։ Եթե ընդդիմությունը որոշի մանդատները վերցնել, պետք է պատրաստ լինի որսի։ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում։ Նոր խորհրդարանում քաղաքացիական պայմանագիրը փորձելու է ընդդիմությունից պոկել սահմանադրական մեծամասնության համար իրեն պակասող ձայները։ Կարծում եմ ամեն մի քաղաքական ուժ պատասխանատու է իր, այսպես ասենք, ցուցակի համար այդ տեսանկյունից մարդիկ, որոնք անցնում են խորհրդարան Հայաստան դաշինքի ցուցակով, չեն կարող որևէ կասկած առաջացնել, կարծում եմ, եւ անցած 5 տարին ցույց են տվել, որ պայքարող են եւ անզիջում, այսպես պայքարող մարտական ոգի ունեցող մարդիկ են։ Չեմ կարծում, ենթադրում եմ, որ իշխանությունը փորձելու այդ ճանապարհով գնա, բայց սա մի պայքար է, որը, այսպես ասենք, լինելու է, պետք է ակնկալենք, որ այդպիսի քայլեր անելու են, բայց ամեն մի քաղաքական ուժ պետք է կարողանա վերահսկի իր ցուցակը։ 2021-ի հետընտրական վիճակի համեմատ շատ բարենպաստ է ընդդիմության դրությունը երկրորդ նախագահի գնահատմամբ։ Նկատելի է, որ ընդդիմադիր ձայները շեշտակի ավելացել են։ Ըստ էության, եթե նաև փոշիացված ձայները փորձեն գնահատել, ապա այստեղ էլ մեծ մասը եւս ընդդիմադիր ձայներ են, 600,000-ից ավել։ Եթե դրանց 10% դուրս գա փողոց, բավարար է 1 տարում այս իշխանության հարցը լուծել։ Հիմա հնարավորությունը ավելի մեծ է իրականում եւ մանդատների քանակի առումով հնարավորությունը ավելի մեծ են եւ կա մեկ այլ քաղաքական ուժ, որը մեզանից ավել մանդատներ է ստացել, ավելի թարմ նոր դեմքերով հանդես են գալիս։ Ես կարծում եմ այստեղ պայքարի նոր բավական հետաքրքիր բան է բացվում, հնարավորություն է բացվում։ Ու դրան գումարենք հետեւյալ հանգամանքը, որ իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ է լինելու։ Քանի որ ընտրության արդյունքները ճանաչելու կնիքը տրադիցիոն արևմուտքի մոտ է, այդ կարտ բլանշը ստանալու համար Փաշինյանը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական турբուլենտության գոտի։ Նույն անունն էր Սաակաշվիլին, ես միշտ այդ համեմատությունը անում եմ։ Հիմա Սաակաշվիլին բանտում է եւ Վրաստանը մինչ այսօր սենց դժվարությամբ Սաակաշվիլի ժառանգությունից ազատման ճանապարհին է գտնվում։ Չորեքշաբթի է Վրաստանի խորհրդարանի նախագահը հայտարարել, որ Եվրամիությունը առանց վիզաների ռեժիմի պահպանումը պայմանավորում է Թբիլիսիի կողմից մի շարք պահանջների կատարմամբ, այդ թվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալով։ Շալվա Պապուաշվիլիի խոսքով իրենց ասում են, եթե ուզում եք անվիզա ռեժիմ ունենալ, պետք է պատժամիջոցներ սահմանեք Ռուսաստանի դեմ, այսինքն ինքնասպանություն գործեք։ Հիմա ով մտածում է, թե սենց այդ բեզվիզը վաղը սենց նվիրելու են Հայաստանին, նույն պայմաններն են դնելու Հայաստանի առաջ, նույն պայմանները ինչ դնում են Վրաստանի առաջ։ Հիմա Հայաստանը այդ ճանապարհն է բռնել։ Հիմա եթե դու գնալու ես այնտեղ, ես չեմ բացառում, որ Ռուսաստանն էլ վիզային ռեժիմներ մտցնի Հայաստանի նկատմամբ։ Այդ դեպքում 2 միլիոն հայերը, պատկերացրեք, պետք է գնան վիզաներով, իսկ ուր եք տանում այս երկիր, ինչ եք անում։ Աշխարհաքաղաքական շահերի առաջ ժողովրդավարությունը նահանջում է։ Հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանը, որ Միացյալ Նահանգները ունի բռնապետերի աջակցության հսկայական փորձ։ Ռուզվելտին է վերագրվում հայտնի բնորոշումը՝ շան որդի է, բայց մեր շան որդին է։ Արևմտյան այդ առաջնորդները մասնակից են դառել նոր բռնապետի ձևավորման կայացման։ Քոչարյանը հիշում է իր կառավարման տարիները, փայլուն հարաբերություններ է ունեցել Վլադիմիր Պուտինի, Ժակ Շիրակի հետ, բայց նրանք երբեք մինչև ընտրություն կոչ չեն արել Հայաստանի քաղաքացիներին, ասենք Քոչարյանի օգտին քվեարկել, դա կոպիտ միջամտություն է։ Բայց գինը տալու է հայ ժողովուրդ, որովհետև ինքը մտցրեց մի շատ անցանկալի հակադրության մեջ, Արևմուտք Ռուսաստան։ Հիմա ստացվում է այնպես, որ Փաշինյանի հաղթանակը Արևմուտքը համարում է իր հաղթանակը, ավտոմատ Ռուսաստանը պետք է համարի իր պարտությունը եւ Փաշինյանի ձախողումը
արևմուտքը սկսելով անցալել որպես իրենց ձախողումը, Ռուսաստանը իրենց հաղթանակը։ Սա լավ տեղ չի բերում երկիրը ընդհանրապես։ Պուտինը առայժմ չի շնորհավորել Փաշինյանին, բայց անգամ եթե շնորհավորի, Քոչարյանը վստահ է, քաղաքական կուրսը չի փոխվելու։ Պուտինը շնորհավորելը, չշնորհավորելը ոչ մի ազդեցություն չի ունենալ։ Հիմա ծնունդը զանգեց շնորհավորեց, 3 ժամ հետո սահմանափակումները շարունակվեցին։ Զուտ քաղաքավարական այսպես զանգը չի նշանակում, որ այդ պետության քաղաքականությունը փոխվելու է։ Պետք է մի բարձ ճշմարտություն մենք ուղղակի գիտակցենք։ Սա մեծ քաղաքականություն է։ Կա Ռուսաստանի պետական շահեր եւ շնորհավոր է, դա չի փոխելու պետական շահերի այդ վեկտորը։ Հայաստանը միշտ դիտվել է որպես բարեկամական երկիր։ Այն ինչ անում է Հայաստանը, այդ շեշտադրումը փոխում է էապես։ Հայ ժողովրդին շարունակելու են դիտել որպես բարեկամ ժողովրդին, այս կառավարությանը դիտելու են որպես ոչ բարեկամական կառավարություն։ Այս վտանգավոր սխեմայի մեջ Հայաստանը չպետք է մտներ ի սկզբանե, երկրորդ նախագահը վստահ է, ընթացքը չկանգնեցնելու դեպքում տնտեսական պատերազմ է բերելու Հայաստանի գլխին Փաշինյանը։ Հայաստանը մտնում է турբուլենտության մի լուրջ փուլի մեջ, անընդհատ լրջագույն տնտեսական հարցեր, տնտեսական խնդիրներ եւ այսպես ասենք, սա այս турբուլենտությունը շատ թանկ է նստելու եւ հայ ժողովրդի համար եւ չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է սա մարսել։ Շատ փոքր է ինքը դա մարսելու համար, ոչ այդ գիտելիքները ունի, ոչ այդ ռեսուրս ազդեցության ունի։ Նաեւ այս ընտրությունները ցույց են տալիս, որ այդ ազդեցություն, այդ ռեսուրսը դու այլևս չունես։ Չի մարսելու ինքը այս կարգի турբուլենտությունը չի մարսելու եւ ընդդիմությունը իհարկե այս ամենի ֆոնի վրա շատ մեծ հնարավորություն է ունենալու իր հարցը լուծելու։ Խորաման կաղվեսը 2 թաթով է թակարդն ընկնում։ Երկրորդ նախագահը հայտնի խոսքն է հիշեցնում ԿՊԱ-կաններին ու այն, որ նրանք դեռ Ալիևին պետք է բացատրեն, թե այդ ինչպես է ստացվել, որ բավարար մանդատ չունեն սահմանադրությունը փոխելու համար։ Տեր ու ծառայի հարաբերություններն են, այստեղ հավասար գործընկերների հարաբերությունները չեն։ Ալիևը ասելու է գնա ոնց ուզում է, իմ խնդիրը չի, գնա սահմանադրությունը փոխ։ Լարա Արաքելյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։